Եվ ի վերջո հարգելի գործընկերներ, ի վերջո ես այսօր առավոտը նստած եմ բանում ազգային ժողովի դահլիճում եւ նայում եմ, դա ինձ համար, ասենք, գիտեք ինչ է, մի հատ sense բանի այն ֆանտաստիկ ֆիլմի տեսարանը։ Ընդդիմության ներկայացուցիչը ձայնա վերցնում, ձայն, վարման կարգով, ասում ես, հեսա ես ինչ անելու։ Ասում է ժողովուրդ սրանք բյուջե են լցնում, ժողովուրդ, արբա մեր գրպանները լցնեինք։ Խելագարվելու բան է։ Ձայն են վերցնում, ասում ես, արա ես ինչ ասելու, ես ասենց բան էլի, ասում է ժողովուրդ սրանք բյուջե են լցնում, հասեք։ Իրանց նման մեր գրպանները պիտի լցնեինք, որ լավ լներ։ Այո, բյուջե ենք լցնում, լցրել ենք, լցնելու ենք։ Որովհետև ասում եմ, Հայաստանի Հանրապետությունը ի վերջո քաղաքացին պետք է հասկանա, որ բյուջեի թիվը իր բարեկեցությունն է։ Բարեկեցությունը, ասում եմ, այն չի թե շաբաթը քանի օր ես մսով ճաշ ուտում։ Մեր տասնյակ հարյուրավոր գյուղեր ու թաղամասեր կան, որ ասում եմ ուզում ես շաբաթը 7 օր մսով ճաշկեր։ Դու ապրում ես աղքատության մեջ, որովհետև այդ միջավայրը աղքատ, հուսահատ, քանդված, ցեխի մեջ, աղբի մեջ կորած միջավայր է։ Ի վերջո պետք է հասկանանք սա։ Պետական բյուջեն, քաղաքացու եւ համայնքային բյուջեն քաղաքացու բարեկեցության ցուցիչն է։ Ուզում ես տանը սնդուկի մեջ մեշոկով փող ունեցի, այդ միջավայրում ես ապրում, դու աղքատ ես, որովհետև այդ սնդուկիցդ գալու են տանեն սկիվեր այդ խաբարել չի լինելու, որովհետև լուսել չի լինելու, որ պատուհանից տենաս 2 հոգով էին, թե 3 հոգով էին, հեռախոսել չի լինելու, որ զանգես, ոստիկան էլ չի լինելու, որ գա տենա ինչ ա եղել։ Ենեն չի, որ այսօր մեր ոստիկանությունը կամ պետական կառավարման համակարգը բանա, կատարյալ աշխատում, բայց այդ թվում են պայմաններով, որ տասնյակ տարիներով փոխանակ բյուջե լցնեն, իրան ջեբերն են լսել, ոստիկաններին էլ ասել են, դե գնացեք, դե կանաչի մանաչի ծախող կա, տեսեք ինչ եք անում։ Արձագանք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Ես հենց դա նկատի ունեի, որ չեն գիտակցում, որ մի գրպանից մյուս գրպանն է, այլ ձեր ասածի պես ասում են բյուջե են լցնում։ Այսինքն համաձայն չեն, որ իրենց մի գրպանից մյուս գրպանն են տեղավորում։ Սա հանրային գիտակցության իմաստով ես ասում, եւ այդտեղ շատ կարեւոր մի հարց կա, որը վերաբերում է 10,000 ընտանիքներին, որոնք այո տարիներ շարունակ նպաստ են ստանում։ Այո, դա մեր ցավն է։ Եվ արդյոք այդ ցավի դարմանը մենք ճիշտ ենք գտել։ Այսինքն կա հայտնի ասացվածք, ոչ թե պետք է մարդուն ձուկ տալ ուտելու, այլ սովորացնել ձուկ որսալ։ Հիմա արդյոք մենք որպես պետություն սովորեցնում ենք այդ 10,000 ընտանիքին ձուկ որսալու արվեստը։ Այսինքն մեր պարտավորությունը որպես պետություն մեր քաղաքացու նկատմամբ, որը ինչ որտեղ միգուցե անզոր է, ինչ որտեղ հիվանդության հետ է կապված, բայց մենք հստակ պետք է դա անենք, ապացուցենք, որ մենք արել ենք հնարավոր բոլոր քայլերը։ Այս ուղղությամբ ինչ է արվում եւ ինչ հստակ ծրագիր կա, այն ինչ որ կա տեղյակ եմ, բայց ավելի հասարակական մեր անելիքի մասին շնորհակալ։ Պարոն Բաբկրացյան, ապա անապահովության գնահատման նոր համակարգը, որ պիլոտային եղանակով արդեն կիրառվում է մի քանի 2 մարզում է կիրառվում, ամբողջը դրա մասին է, որ մարդուն մենք անընդհատ դրդում ենք, որ ինքը գնա աշխատի եւ ապրի։ 1, 2, 3 ուղեկցում ենք կրթական ծրագրերով եւ այլն աշխատանքի առաջարկով եւ այդպես շարունակ։ Եթե չի անում, մեր կանխավարկածն է, որ այն մարդ ուրիշ եկամուտ ունի, դրա համար էլ չի անում, հակառակ դեպքում մարդին չի հրաժարվում աշխատել։ Հաջորդը, ես մի խնդրանք ունեմ մեզ բոլորից եւ ինքս էլ փորձում եմ ինքս իմ մեջ դա փոխել։ Տեսեք, մենք միշտ ասում ենք հանրային գիտակցությունը եւ նկատի ենք ունենում ինչ որ ուրիշ տեղ գտնվող ինչ որ մի բան։ Հանրային գիտակցությունը մենք ենք։ Ես եմ, դուք եք, երրորդն է, չորրորդն է, այդ թվում հանրությունն է, այդ մենք ենք։ Որովհետև մենք ովքեր ենք, Ժողովուրդ ջան, մենք հանրության մեջից այստեղ հայտնված մարդիկ ենք։ Հա 7 տարի է մենք այս կարգավիճակը ունենք, բայց դա չի նշանակում, որ մենք դադարել ենք հանրության մաս լինել։ Եվ հանրության մտածողության բոլոր այն հնարավոր կետերը, որը բարելավման կարիք ունի, առաջինը մեր գլխում է, մեր մեջ պետք է դա փոխենք, որ հանրության մեջ էլ փոխի։ Հանրությունը, մենք էլ հանրության առաջնորդությունը ստանձնել ենք։ Ուրեմն եկեք անենք այդ առաջնորդությունը։
Ոչ թե ամեն անգամ մտածենք, վայ, բա, սենց, եթե մենք համոզված ենք, որ մենք ճիշտ բան ենք անում, իսկ մենք համոզված ենք, այդ գույքային հարկի հետ կապված ինչքան սենց անընդհատ ամբողջ սոցիալական ցանցում, քաղաքական թիմի ներսում, քաղաքական թիմից դուրս, բայց մենք էլի ուզում եմ հասկանանք, պետական եւ համանքային բյուջեն այնա թե մարդը ոնց է ապրում Հայաստանի հնարավոր չի, որ պետական բյուջեին քիչ փող վճարես եւ լավ ապրես, չի կարա այդպիսի բան լինի, չի կարա ուղղակի այդպես